Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եմենում հուսիների դեմ լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին։ Թրամփն ասել է, որ հարվածները կշարունակվեն այնքան, քանի դեռ հուսիները չեն դադարեցրել հարձակումները նավերի վրա։ Նա նաև սպառնացել է Իրանին, պահանջելով անհապաղ դադարեցնել հուսիների աջակցությունը։ Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շիական ռազմաքաղաքական շարժումը չի պատրաստվում բանակցել Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Ամերիկան չի արձագանքել իր տարածքի ռմբակոծությանը, ասել է հուսիների քաղբյուրոյի անդամ Խուզամ Ալ-Ասադը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սաուդյան Արաբիայում բանակցությունների արդյունքները, դիվանագիտական շփումների կարգավորման հեռանկարները և Եմենում հուսիների դեմ ամերիկյան ռազմական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը։ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մարտի 18-ին հեռախոսով զրուցել Պուտինի հետ։ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Միացյալ Նահանգների նախագահը գործադիր հրաման է ստորագրել կրճատելու Ազատություն ռադիոկայանի և Ամերիկայի ձայնի աշխատակիցներին։ Զանգվածային բողոքի ակցիաներ Սերբիայում սերբերը պահանջում են իշխանության հրաժարականը։ Մարտի 15-ին Բելգրադում բողոքի ցույցերին մասնակցել է առնվազն 107,000 մարդ, Սերբիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունն է։ Միաժամանակ ժողովրդական ժողովների արխիվ տեղական կազմակերպությունը, որը վերահսկում է փողոցային ակցիաները, հայտարարել է, որ ակցիայի մասնակիցների թիվը հասնում է 275-ից 325,000-ի։ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Ռադվանի հատուկ նշանակության ստորաբաժանման շտաբի և Լիբանանում գտնվող Հեզբոլլահի այլ օբյեկտների վրա, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։